սպառնալիքների անվերջ պահանջները կատարելով չեք կարող սպառնալիքը զսպել։ Դուք միայն ախորժակը կարող եք գրգռել ու սպառնալիքը ավելացնել, մեզ ավելի անպաշտպան դարձնելով, սպառնալիքը չնկատելով, անտեսելով ու մեզ ջայլամ դառնալու կոչ անելով չեք կարող սպառնալիքը զսպել։ Սրա հակադիր մոտեցումը ո՞րն է, ո՞նց կարելի է դիմագրավել այդ սպառնալիքներին։ Եթե քեզ սպառնում է տնտեսական էքսպանսիա, այդ սպառնալիքին կարելի է օրինակ դիմագրավել համապատասխան օրենք ընդունելով ու պաշտպանելով քո տնտեսությունը։ Եթե հարևան պետությունը, որը պետական քաղաքականություն է վարում, թշնամական քո նկատմամբ ու սպառնում է այստեղ բնակեցնել ադրբեջանցիներով պետական քաղաքականությամբ, այո, հնարավոր է օրենսդրական կարգավորումներով զսպել, արգելք հանդիսանալ, դիմագրավել այդ սպառնալիքին։ Ոչ, մենք չենք առաջարկում Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարել։ Դա չի առաջարկը, բայց մենք առաջարկում ենք երկու բան. արհեստականորեն չնվազեցնել մեր սպառնալիքները ու ուղիներ մշակել դրա դիմագրավման համար։